Իրական հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ սեփական խիղճը, արժեքներն ու դիմագիծը։ Թերթ.am Life-ին այսօր բացառիկ հարցազրույց է տվել Դիանա Գրիգորյանը, պատմելով գոյամարտ հեռուստանովելի մասին։ Ապրելը պայքար է, չպայքարելը մահ, ով պայքար չի տեսել, կյանքը չի ճանաչել, կյանքի իրական իմաստը բացվում է պայքարի մեջ գոյամարտի։ Մեր նոր հեռուստանովելի սյուժեն այս խոսքերի իրական ապացույցն է։ Մեղքը մարդու թուլության արդյունք է։ Մենք մեր նախագծերում մշտապես ներկայացնում ենք կյանքն ինչպես կա, իր բոլոր ենթաշերտերով, միայն մեկ բացառությամբ մեզ մոտ միշտ բարին է հաղթում, իսկ բարության հիմքում սերն է, որը մեր հեռուստադիտողի համար ոգեշնչման աղբյուր է դառնալու։ Թերթ.am Life-ի հետ զրույցում խոսելով նոր գոյամարտ նախագծի մասին պատմել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը։ Նրա խոսքով նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Դրանք շարունակական են լինելու, որովհետև սյուժետային ճյուղը ձգվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Մոսկվայում արդեն սկսել ենք նկարահանումները, դա կրելու է ոչ թե դեմոնստրատիվ բնույթ, այլ սյուժեի պահանջներից ելնելով, նշել է Դիանա Գրիգորյանը։ Նա նշել է, որ ինչպես միշտ այս անգամ ևս համագործակցելու է Հայաստանի լավագույն դերասանների հետ։ Ֆիլմում ներգրավված են Դավիթ Հակոբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռուզաննա Մանուչարյանը, Լևոն Մկրտչյանը, Մանե Հակոբյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Նորիկ Առոստամյանը, Անի Մեհրաբյանը, Տիգրան Աղալարյանը, Կարո Հովհաննիսյանը և այլք։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր կերպար իրենց մատուցմամբ ավելի շոշափելի է լինելու։ Տերը քաղցր է բոլորի հանդեպ և նրա գթությունը տարածվում է բոլորի վրա, միայն թե կարևոր է ժամանակին հետ կանգնել, ընդունել սխալն ու սկսել նորից մաքուր էջից։ Ուժը միայն ֆիզիկական չէ, իրական հաղթանակը ոչ թե հակառակորդի պարտության մատնելն է, այլ սեփական խիղճը, արժեքներն ու դիմագիծը, սկզբունքներն ու սերը չկորցնելն է։ Միայն այդ ժամանակ ես բարձրանում դեպի վեր, դեպի մաքուր հաղթանակը, սա է ֆիլմի ասելիքը, ամփոփել էր Դիանա Գրիգորյանը։ Գոյամարտի մեկնարկն իսկապես մոտ է և սերիալի շուրջ ստեղծված մթնոլորտը օր-օրի ավելի թեժ է դառնում։ Դիանա Գրիգորյանի նոր նախագիծը խոստանում է հեռուստադիտողին տեղափոխել մի աշխարհ, որտեղ պայքարը միայն ռինգում չէ, այլ կյանքի ամեն քայլում։ Սերիալում թեժ մարտեր են ծավալվում թե բռնցքամարտի ռինգում, թե դրանից դուրս։ Այստեղ մենամարտում են ոչ միայն մրցակիցներն, այլ նաև թշնամիները, երբեմն մտերիմ մարդիկ, ովքեր կյանքի բերումով կանգնում են հակառակ կողմերում։ Գոյամարտը պատմություն է այն մասին, թե ինչպես է մարդը դրսևորվում ճնշման տակ, երբ այլևս ընտրություն չկա և պետք է կամ պայքարել, կամ հանձնվել։ Հերոսների կյանքը զարգանում է անկանխատեսելի սցենարով, ոչ ոք չի կարող գուշակել, թե հաջորդ քայլը ինչի կհանգեցնի։ Նոր իրավիճակներում բացահայտվում են իրական դեմքերը, թույլերն ուրանում են իրենց խոստումները, երբեմն նաև իրենց անցյալը, իսկ ուժեղները կանգնում են մինչև վերջ, անկախ ցավից, կորուստներից ու վտանգներից։ Այստեղ հաղթանակը միշտ չէ, որ չափվում է մեդալով կամ հաղթական հարվածով, երբեմն հաղթել նշանակում է պարզապես չկոտրվել։ Գոյամարտը ոչ միայն սպորտային կամ քրեական դրամա է, այլ խորը հոգեբանական պատմություն մարդկային ընտրությունների, արժանապատվության և գոյատևման մասին։ Դիանա Գրիգորյանին հատուկ ոճով սերիալն արծարծում է այն թեմաները, որոնք այսօր էլ ցավոտ են մեր հասարակության համար՝ փողի իշխանություն, խարդավանքներ, կեղծ հարաբերություններ և իրական պայքար կյանքի համար։ Ինչ վերաբերում է մեկնարկին, ապա հեռուստադիտողներն արդեն իսկ փորձում են հաշվարկել օրը։ Քանի որ հունվար ամսվա միակ երկուշաբթին, որը դեռ առջևում է, հունվարի 26-ն է, և հաշվի առնելով այն փաստը, որ Դիանա Գրիգորյանը նշել էր նոր սերիալը կցուցադրվի հենց հունվարին, շատերի համոզմամբ գոյամարտը հենց այդ օրն էլ կհայտնվի եթերում։ Եթե այս ենթադրությունները հաստատվեն, ապա հունվարի 26-ը կդառնա մեկնարկային օր մի սերիալի համար, որը դեռ երկար կմնա քննարկումների կենտրոնում։ Մնում է միայն սպասել և պատրաստ լինել մի պատմության, որտեղ յուրաքանչյուր հարված, յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր մենամարտ ունի իր գինը։ Գոյամարտ, շուտով, պայքար, որտեղ հաղթում են ոչ բոլորը, բայց մնում են նրանք, ովքեր գնում են մինչև վերջ։ Իսկ մինչ կբացահայտվի, թե իսկապես երբ կցուցադրվի հեռուստասերիալի հերթական սերիան և ինչու փոփոխվեց ցուցադրման օրը նախօրոք նշված հունվարի 29-ի
փոխարեն ցույց կտա ժամանակը՝ ներողություն հունվարի 19-ի։ Այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ իմանալու համար և պարզելու, թե ովքեր են նկարահանվելու հեռուստասերիալում, ինչ է տեղի ունենալու, ինչ կերպարներ են հայտնվելու, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենակարևորի մասին՝ առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։